Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Ալիսա Սոսյանն է, ով երկար տարիներ ապրում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Ողջույն Ալիսա ջան։ Բարև ձեզ, ողջույն։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք, որպեսզի մասնակցեք մեր նախագծին։ Ես էլ եմ շատ շնորհակալ ինձ ընդգրկելու նման նախագծի մեջ, շատ հաճելի է եւ մի փոքր անհանգիստ եմ ինչ հարցեր են Դե, վստահ եմ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Սկսենք։ վստահ եմ։ Պատմեք մեզ, ինչպես հայտնվեցիք Ավստրիայում։ Ինչու հենց Ավստրիա որոշեցիք տեղափոխվել։ Ճիշտ ասած, ծնողներս իրանահայեր են։ Ահագին տարիներ տեղափոխվել են Հայաստան, հիմնականում իրանական հեղափոխությունից հետո, ու այնպես է ստացվել, որ բարեկամներից մեծ մասը Հայաստանում երկար չմնացին ու տեղափոխվեցին Եվրոպա, Ամերիկա, այդպես կարծես մնացել էինք հայրական կողմից մենակ մենք եւ եկավ ժամանակը, որ 2000-ականներն էր, որ հայրիկս որոշեց, որ մենք էլ պետք է գնանք այնտեղ, որտեղ իր հարազատներն են, բայց ես շատ ուրախ էի, որովհետև կտեսնեի նոր երկրներ, աշխարհ, քանի որ փոքրուց շատ եմ սիրել աշխարհագրությունը եւ հայրիկս միշտ մեր տան ունեինք քարտեզ, պատից կախված, ինձ տալիս էր առաջադրանք, որպեսզի ես գտնեմ ինչ-որ մի քաղաք, անունը ասում էր եւ ես ժամերով կանգնում էի փոքր աղջիկ, այսպես ման էի գալի, կարող է 4-5 ժամ ման գալ այդ քաղաքը եւ երբ գտնում էի այնպես էի ուրախանում ու լինում էր այնպես որ աչքերս փակում էի եւ պատկերացնում էի որ այսպես մատս դնում եմ քարտեզի վրա ու հայտնվում եմ այդտեղ պատկերացրեք երազանքները իրականանում են եկավ մի բան որ հիմա ես այսպես աչքերս փակում եմ եւ հայտնվում եմ այնտեղ որտեղ որ ուզում եմ լինել այդպես վեցինք Ավստրիա ճիշտ է շատ դժվարությունների առաջ կանգնեցինք ինչպես նաև կարոտը հայրենիքի հանդեպ, նոր միջավայր, նոր մշակույթ, բայց դա նաև շատ օգնեց գիտակցության աճի համար, որովհետև երբ որ մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ մեր սահմանները հիմնականում փակ վիճակում են, մեր մտածելակերպն էլ է մի քիչ փոքր, մի քիչ չի ասի փոքր, բայց մի քիչ ավելի ուրիշ պարփակված, այո երբ որ դու տեսնում ես աշխարհը, ուրիշ երկրներ, ինձ թվում է առաջին հենց զգացողությունը վախի հաղթահարումն է եւ գալիս է հանդուրժողականությունը, նաեւ համբերությունը, որ աշխարհում կան տարբեր մարդիկ, տարբեր ամեն քոնի մասին պատմել եւ ներկայացնել քոնը, նամանավանդ երբ նրանք ծանոթ չեն։ Բայց փոքր տարիքում եք, այսինքն տեղափոխվել, թե ամուսնացել եք, հետո եք տեղափոխվել։ Ոչ, 19-21-ում էի, տեղափոխվեցի, հետո ամուսնացավ սովորելու Հայաստանից, մենք արդեն Հայաստանում ընկերներ էինք։ Այդպես է ստացել, արդեն 14 տարի ամուսնացած ենք, բայց իրար 20 տարի գիտենք։ Այ Հայաստանում բայց ի՞նչն էր ձեզ խանգարում, որ ամեն դեպքում ոնց որ այդ միտքը հաղթեց, որ պետքա դուրս գաք։ Դե հա, ոչ չէիք պատկասում, որ աշխարհայացք պիտի փոխվի կամ մտածելակերպը սահմանը փակված է, գնանք այնտեղ մի քիչ փոխվենք։ Չէ, ինչն էր խանգարում ամեն դեպքում։ Հայաստանում այնպես է որ ընտանիքում երեխաները 19 տարեկան, բայց այդպես չի որ մենք կարող ենք մեր ցանկություններ ասել, մենք այդ չենք ուզում, մենք այսպես ենք ուզում։ Եթե ընտանիքը որոշում է, գնում է որպես երեխա դու անում ես այն, ինչ ընտանիքն է անում։ Նայն դեպս ընտանեկան որոշում էր եւ չգիտեմ, ես այդպես միգուցե ավելի շատ արդեն դրսում ապրելով ավելի շատ սկսեցի գնահատել Հայաստանը։ Այո։ Իսկ առաջին հիասթափություններ ունեցաք տենց ինչ որ թե ուրախ էիք, որ բացահայտելու եք ինչ-որ մի նոր աշխարհ, նոր երկրներ պիտի գնաք, նոր քաղաքներ։ Ունեցա մշակութային շոկ։ Բնականաբար, բայց նաև շատ զարմանալի էր, որ շատերը չգիտեին Հայաստանի մասին,
ինչ որտեղ վիրավորական էր, բայց հետո հասկացա, որ միգուցե ոչ կիրթ մասայի հետ եմ շփվում։ Հետագայում հանդիպեցի շատ կիրթ մարդկանց, ովքեր եղել էին Հայաստանում, գիտեին Հայաստանի մասին, Ֆրանց Վերֆելի մասին շատ լավ գիտեին, Մուսալերան 40 օրը։ Այդպես ես հասկացա, որ չէ, մեղքը ոչ թե մեր փոքր լինելու կամ ոչ հանրահայտ լինելու մասին, այլ իրականում կրթության մակարդակի մեջ է։ Այսինքն մենք մեղավոր ենք, որ կողքի երկրները ազգ չեն ճանաչում մեր մասին։ Բավոն գտակ այդ միջավայրը, որ արդեն այդ հատվածը ճանաչում էր Հայաստանը։ Քանի որ սկզբից ապրում էի գյուղական փոքր ավանում, այնտեղ ավստրիացիներ ավելի շատ ավելի նեղ մտածելակերպով ավստրիացիներ էին, ու մեզ թվում է իրենք Եվրոպայում են, իրենք, բայց շատ ավստրիացիներ իրենք դեռ Իտալիայի տեղը չգիտեն, այնպես չի, որ եթե իրանք կենտրոնական եվրոպացիներ են, իրանք ամեն ինչ տեսնում են, գիտեն, ոչ, բայց երբ տեղափոխվեցի Վիեննա, Վիեննայում արդեն հայկական համայնքում տեսա շատ կարևոր մարդիկ, գործունյա ավստրիացիներ, ու որ հիմնական այդ մասսան, որ Հայաստանի հետ ծանոթ է, հիմնականում Վիեննայում են ապրում։ Ու հենց այդտեղից էլ միտք առաջացավ, որ պետքա սպորտել մտնեք ու կապվեք Հայաստանի հետ։ Այո, որովհետև այստեղ գործում է հայկական եկեղեցի, նույնիսկ երկու, հայ առաքելական եւ հայ կաթողիկ եկեղեցին, ու հայկական դպրոց է գործում շաբաթօրյա, երեխաներս ամեն շաբաթ պարտադիր այցելում են, հետաքրքրվեցինք ինչ միություններ կան, համայնքի մյուս ակտիվ գործունեություն ծավալող ուղղություններ, ու որոշեցինք, որ այո, պետք է մտնել սպորտային ուղղության մեջ, քանի որ բադմինտոն էի խաղում ես, հետո ամուսինս, այդպես ստացվեց, որ մենք դարձանք ակտիվ մարզիկներ։ Լեզվական խնդիրներ ունեիք, բայց որ տեղափոխվեցիք, թե հեշտ ստացվեց, որ ինտեգրվեք։ Այո, ունեի խնդիրներ լեզվական, գերմաներեն ընդհանրապես չէի տիրապետում, անգլերենով էի, այսպես ասած, իմ հարցերը լուծում, բայց միանգամից անցնել գործի եւ սովորել գերմաներեն, ու ստացվեց այնպես, որ երբ գերմաներենը սովորեցի, անգլերենը ինչ որտեղ մոռացա, հասկացա, որ երկու օտար լեզվի պայքարը դեռ շարունակվում է, ու ավելի շատ սիրեցի հայերենը։ Ինչն եք օրինակ շատ հավանել Ավստրիայում, որ կուզեիք անպայման լիներ Հայաստանում։ Դիսցիպլինան, ճիշտ եմ ասում հայերեն, կարգապահությունը ու հանդուրժողականությունն ու տոլերանտությունը, որովհետև այստեղ նույն Վիեննայում ապրում են 180 ազգ, ազգի ներկայացուցիչ, ինձ շատ զարմացնում է, որ ավստրիացիները շատ հանդուրժող են, բայց նաև շատ հայրենասեր, այսինքն նրանք երբեք չեն օգտվում ուրիշ խանութներից, ու այստեղ կան թուրքական, հնդկական, թուրքերը շատ մեծ թիվ են կազմում, տարբեր ազգներ, բայց միևնույն է իրենք մտնում են ավստրիական խանութ եւ անպայման մթերքի վրա կարդում են արտադրված է Ավստրիայում։ Շատ հանգստանում են իրենց երկրում, չեն ուզում իրենց գումարները տանել մյուս կողքի երկրներ, ալպիական հրաշք վայրերը, լեռները այստեղ է, ճիշտ է, մի մասն էլ շարունակվում է, բայց նրանք շատ են սիրում իրենց երկիրը։ Ու այսպիսի մի դեպք տեղի ունեցավ, երբ մենք գերմաներենի կուրսով էքսկուրսիա էինք գնացել, մի փոքր գյուղ էր, որտեղ անտառների միջով բարձրանում էինք դեպի մի փոքր եկեղեցի կար այդ ուղղությամբ, եւ հանկարծ կուրսի անդամներից կային բոլորը ուրիշ երկրներից էին, մեկը պատահաբար, կարծում եմ ոչ պատահաբար, մի փոքր, չգիտեմ, փոքր կենդանի վնասեց, ու ես տեսա ուսուցչուհու զայրույթը, որ ինչպես դու կարող էիր վնասել այդ կենդանուն։ Այդպես ես հասկացա, որ իրենք սիրում են նույնիսկ կենդանիներին այստեղ ապրելու, իրենք ամեն մի ծառը, թուփը, իրենք մշակում են,
իրենց աղբը, ամեն ինչ շատ կարգավորված է։ Նաև մի դեպք եղավ, երբ ամուսինս էլի մի այդպիսի վայրում ուզում էր ավտոմեքենայի յուղը ստուգեր ու գյուղացիները այնպես հարձակվեցին մեր վրա, որ դուք ինչ եք անում, այդ յուղը կգնա երկրի օղի մյուս շերտերի վրա, ու ես հասկացա, որ այդպես են հայրենասեր մարդիկ։ Իրենք չեն, այո, սրտացավ են, դրա համար էլ իրենց երկիրը շատ գեղեցիկ է, մաքուր, նույնիսկ աղբահանության մեջ, երեխաների մեջ մտցնում են մանկուց, իմ երեխաները հիմա եթե տեսնեն, որ ես աղբը ոչ ճիշտ եմ բաժանում, իրենք կարող են միանգամից ասում լավ, կներեք, բայց կապես մանկուց մտնում է իրենց մեջ։ Բայց մեր եկած հայերն էլ են այդտեղ տենց կարգապահ իրենց պահում, թե սկզբում ոնց որ խուսափում են, հետո քիչ-քիչ փոխվում։ Սկզբում խուսափում են, զայրանում են բյուրոկրատական քաշքշուկներից, կարգ ու կանոնի շատ լինելուց, բայց հետո տարիների հետ հարմարվում են, իսկ թվում է շատ բաներ իրենք սովորում են իրենց երեխաների հետ։ Երեխաները բերում են դպրոցից տուն։ Իսկ երեխաների հետ կապված դժվարություններ չկա, որ օրինակ ամեն դեպքում հայերեն շաբաթվա մեջ մի օր են գնում, չէ, հայկական դպրոց մի օր են գնում, հայերեն լեզուն ոնց որ շատ բան չի, կամ հայի ինքնությունը էլի պահելու համար դժվարություններ չեն առաջանում։ Ես կասեի, որ Վիեննայում ապրող հայերը չունեն այդքան այդ դժվարությունը, բայց սիրտս մի քիչ ցավում է Վիեննայից դուրս գտնվող հայերի համար, որովհետև իրենք չունեն այն հնարավորությունները, որ Վիեննայի հայերը ունեն, ու իմ երեխաները տանը խոսում են միայն հայերեն, ճիշտ է մեկ լինում է, որ գերմանական շեշտադրում են օգտագործում, բայց հասկանում եմ, որ իրենց համար դժվար է, բայց իրենք տիրապետում են շատ լավ հայերեն, ու մենք շատ Հայաստանն ենք գալիս, որովհետև մեր տատիկներ են ապրում, հարազատներ, ամուսնուս կողմից շատ ունենք, ու իրենք այնտեղ ազատ շփվում են, ու ինձ դուր է գալիս, որ չունեն այդ խնդիրը։ Նույնիսկ գրելուց մեսենջերով որ գրվում ենք հայատառ էիք գրում ու փաստորեն 18 տարի այդտեղ եք ապրում, այդ շատ ողջունելի է, էլի, որ ասենք նույնիսկ Հայաստանում շատերը Հայաստանում ապրելով հանդերձ մեկը լատինատառ են գրում, բայց դուք ոնց որ պահել եք, էլի, այդ մի կողմը։ Այո, դա իմ համար պարտադիր պայման է։ Իմ համար էլ։ Իսկ բացասական ինչ կա, օրինակ, որ շատ վատ է այդ մի երևույթը ձեզ համար այդտեղ ու նույնիսկ մտքի մեջ ասում եք ինչ լավ է, որ ասենք Հայաստանում այդ բանը տենց չի, Երանի Հայաստանից այդ մի բանը կար ստեղ։ Շատ լավ հարց էր, որովհետև իրենք, այսպես ասած, սառը ազգ են։ Մենք էմոցիոնալ ջերմ ազգ ենք, ու ես հասկացա, որ իրենք ինչ որտեղ շահագործում են դա, երբ որ իմանում են, որ դու ջերմ ես կամ ավելին ես ուզում անել, իրենք մի քիչ խուսափում են, չեն ուզում շատ մոտիկանալ, իրանց դիստանցիան պահում են, բայց շատ հետաքրքիր դեպք պատահեց մեզ հետ այս տարի, մենք ամռանը Ավստրիայից ավտոմեքենայով եկանք Հայաստան, Թուրքիայով։ Այո, սա մեր երկրորդ ճամփորդությունն էր, առաջինը Ռուսաստանով էինք արել, ու այնպես էր, որ ավտոն հետ վերադառնալուց մեր ավտոմեքենան մի փոքր անսարք վիճակում էր, ու ամուսինս ապարանի մոտակայքում որոշեց, որ չէ, պարտադիր պետք է տեղ զննում անցնենք, ու հապճեպ ChatGPT-ին հարցնում էինք, որտեղ կարող ենք այս պահին գտնել այդ տեղ զննման կետը, ու գտանք, ու այդ պահին, երբ որ մենք կանգնեցինք ու ասեցինք, որ այսպիսի խնդիր ունենք ու մենք շարժվում ենք դեպի Եվրոպա, այսինքն ահագին ժամանակ ունենք, ահագին ճանապարհ ունենք գնալու, ու այդպես մասնագետները անմիջապես մոտիկացան, սկսեցին ավտոմեքենան նայել, ստուգել, շատ ջերմ, ու այդտեղ իմ տղաս այսպես նստած ասեց, ոնց, բայց մենք տերմին չունենք իրենց մոտ, իրենք ինչպես մեզ ընդունեցին,
Այսինքն այդ Զարմացնի։ ջերմությունը ես հասկացա, որ իմ տղան զգաց տարբերությունը ավստրիացիների ու հայերի։ Այսինքն եթե դու Ավստրիայում ես ու քո հետը տես մի բան լինի, առանց տերմինի քեզ ոչ մեկ չի ընդունի։ Հմ, Նախապես, տերմին անես, այդ դա շատ վատ է։ հմ, ու Եթե դու անտարբեր կլինեն, այսինքն։ այո, եթե դու շատ վատ վիճակում ես, չէ, պետք է տերմին անել, չի կարող լինել։ Ու այդ պահին ես իմ տղայի զարմանքի վրա զարմացա, որ իմ սովորական էր, ես այդպես Հա, էի սպասում, բայց իր համար այդպես մտածմունքի մեջ էր ընկել, ասում եմ, բա տղես, հայերը այսպես Սա Հայաստանն է։ այստեղ Հա, տանն է։ ու իրոք հետաքրքիր է, էլի, նույնիսկ երեխան, որ երեխա է, ասենք կարող է ինքը այդքանը չհասկանա, բայց ոնց է նկատել, էլի, ինչ նուրբ գիծա, չէ։ Այ որ ասացիք բացասական կողմը, դա էր հենց բացասական կողմը, որ այո, դու չգիտես նեղ ժամանակ ինչ պետք է անես։ Հա, Հայաստանում հեշտ է, այս զանգում են բարեկամին, ընկերներին, այստեղ մի քիչ դա պակասում է։ հա։ Բայց իրանք իրար հանդեպել են այդպես, թե ուղղակի օտարերկրացիների հանդեպ են այտենց։ Այո, իրար հանդեպել են այդպես։ Հա։ Իսկ ինչով է պայմանավորված, որ ավտոմեքենայով եք գալիս, տենց երևի օրեր շարունակ գալիս եք, չէ՞։ Թե ուղղակի որ Այ ճանապարհորդեք։ մենք շատ ենք սիրում ճանապարհորդել ավտոմեքենայով։ Դեռ փոքր ժամանակից երեխաներին այսպես լցնում էինք մեջը ու քշում անորոշ ուղղությամբ։ Հա, Առաջին անգամ 18 թվականին, 2018-ին որոշեցինք գալ Հայաստան, այն ժամանակ Ուկրաինայի պատմությունները նոր էր սկսվում, որոշեցինք Ուկրաինա շրջանցել, Ռուսաստանով եկանք, մոտ 10,000 կիլոմետր մենք այդ ժամանակ քշեցինք, հա, բայց որոշեցինք անցնել մեր վախերի միջով, ու Թուրքիայով։ այո, ու ամռանը մենք արեցինք դա։ Բայց փոշմանեցիք, որ Թուրքիայով եկաք, թե ամեն ինչ նորմալ անցավ։ Ասում ենք, որ Թուրքիա է, ամեն դեպքում հարթ անցավ ամեն ինչ։ Պատկերացրեք, երբ որ մենք պլանավորում էինք այդ ճամփորդությունը, երբ որ մայրիկս կամ հարազատները անհանգիստ էին, ասում էին, ոնց կարելի է երեխաների հետ Թուրքիայով, վախերով, ես ասում եի, չէ, մենք պետք է անցնենք մեր վախերի միջով, մենք պետք է գնանք դրա միջով, մենք պետք է ամեն ինչ մեր աչքով տեսնենք։ Ու այդպես ես ու ամուսինս որոշեցինք, որ մենք գնալու ենք, ինչ ուզում է լինել։ Դե մենք ունենք այդ խնդիրները ինչ որ վիզայի հետ կապված, անձնագրով ավստրիական ամենտեղ առանց վիզայի, առանց ոչ մի բանի ստացվում է ելումուտք անելը։ Բայց երբ հասանք Թուրքիայի սահմանին, այն տպավորությունը, որ սպասում էինք, որ հաջորդը մենք ենք, սահմանապահները ստուգում էին այնտեղ սկզբից անձնագրային մաս ես անցնում, հետո ավտոմեքենան ես բացում։ Երբ մոտիկացանք, նրանք դե արտաքինով մտածում են երևի մենք էլ թուրք ենք ու ավտոմատ թուրքերեն են խոսում։ Ես ասացի մենք թուրք չենք, մենք հայ ենք անգլերենով։ Ու զգացի սահմանապահի մի պա զարմանքով լի աչքերը ու շատ չերկարացրեց, ասեց բարի գալուստ Թուրքիա։ Ու հաջորդ մասը, որ պետք է անցնեինք երեխաների, էլի անձնագիրը նայեցի, դե չգիտեմ ազգանունից միգուցե իմանային հայ ենք, բայց այնտեղ Ավստրիա էր գրած քաղաքացիությունը։ Երբ նրանք տեսան, որ երեխաներ են նստած ետևում, շատ զարմանալի էր, ոչ մի բան չբացեցին, չնայեցին։ Մի անգամից անցանք ի տարբերություն սերբական սահմանի, որ ավելի կոպիտ էին, ի տարբերություն ռուսական սահմանի, որ մենք տարիներ առաջ շատ մեծ դժվարությունների հանդիպեցինք։ Մի քիչ զարմանալի էր, բայց հասկացանք լավ, միգուցե Ստամբուլի մոտակայքում է ավելի շատ մարդիկ են գալիս տարբեր ազգեր։ Մտանք Թուրքիա ու ամեն պահի սպասում էինք ինչ-որ նոր արկածի։ Գնացինք առաջի գիշերը, որ պետք է գիշերեինք, Ստամբուլն էր ու հոթելում, որտեղ առաջի գիշերը մնացինք, հենց ընդունելության ժամանակ աշխատողը հարցրեց, որտեղից եք ու մենք նորից հայ ենք,
գնում ենք Հայաստան ու միանգամից իրանք խուսափում էին, որ ասեն թուրք ենք։ Միանգամից ասում էին ես քուրդ եմ, կամ ռեստորանում ասում էին իմ տատիկ պապիկն էլ է հայ։ Շատ զարմանալի էր, մատուցողը գնաց մեր համար հայկական երաժշտություն միացրեց, ու այդ պահին հիմա ուզում էի հասկանալ ինքը ստում է, որ տատիկ կամ պապիկը հայ են, թե ուղղակի ուզում է մեզ, այսպես ասած, լավ անցնի։ Շատ հետաքրքիր էր, այո, որ մենք ոչ մի խնդիր չունեցանք, բացարձակ։ Հաջորդ կանգառը Տրապզոնն էր, Տրապիզոնում գիշերեցինք, էլի մի խնդիր, էլի բացարձակ, ճիշտ է, սնունդի հետ կապված մի քիչ իմ համար պրոբլեմատիկ էր ուտելը, եւ որ գիտեի իրենց ուտելիքը, ու ինձ դեռ հայկական գաթայի հետս ման տալիս, մայրիկիս պատրաստած գոյատևեի մինչև Հայաստան։ Այդ Տրապիզոնում որոշեցինք, որ մենք պետք է գնանք դեպի լեռնային ուղղությամբ, ավելի շուտ կհասնենք վրացական սահման, քան եթե երկայնքով, ծովի երկայնքով մոտիկանանք Վրաստանին, Բաթումի։ Այդ ժամանակ էլ շատ մեծ վախեր մտավ մեջս, որովհետև լեռնային մասը չէինք պատկերացնում ինչ լեռներ էր, բայց մենք հասանք հյուսիսային բարձրավանդակ, հայկական լեռնաշխարհի, ու այդպես այդ կետում ես հասկացա, որ մենք գնում ենք Հայաստան, ու Հայաստանի ուղղությամբ դա հայկական բարձրավանդակի հյուսիսային մասն է, ու ես հասկացա, որ մենք ինչքան բարձր ենք ծովի մակարդակից։ Մի պահ նույնիսկ մեր ավտոմեքենան չէր կարողանում անընդհատ այսպես լեռներով բարձրանում էինք, ու ոչ մարդ կար, ոչ ուրիշ ավտոմեքենար, մի պահ եկա, որ այս ամուսնուս ասեցի, ինչ կլինի, եթե մեր ավտոմեքենան այստեղ փչանա, ու այնպես է, որ լեզվական խնդիր ունեինք, իրենք անգլերեն չէին հասկանում, մենք թուրքերեն չգիտեինք, բայց մենք հասանք ամենաբարձր կետին, որտեղ մի քիչ հանգստացանք, նաև աղբյուրից ջուր խմեցինք, ու այդ ջուրը շատ նման էր Հայաստանի ջուրին, ու ես հասկացա, որ մենք մոտ ենք Հայաստանին։ Այդտեղից մի փոքր իջանք, ախալքալակով մտանք Հայաստան։ Դե իհարկե ամենալավ պահը բարի գալուստ Հայաստան է, ու գիշերվա երբ մոտիկացանք սահմանապահներին, մի կին սահմանապահ մեզ ընդունեց եւ երեխաները այսպես կանգնած, երբ որ նա մեր արձնագրերը տեսավ, ասեց. «Վայ, երեխեք ջան, այս որտեղից եք գալիս գիշերվա կես։ Այս ո՞նց եք եկել», այսպես զարմանքով, ու ասեց. «Թուրքիայով եք եկել», ասում եմ. «Այո», բա մեղք չէին այս երեխաները, քանի օր եք եկել, ասեցինք 4 օր։ Այդպես դա երևի ամենալավ պահն է։ Ու երբ մտանք Հայաստան, արդեն քեզ զգում ես տանը, ու նաև շատ հետաքրքիր պահ էր, որ ես իմ մեջ նաև հայտնաբերեցի, որ Հայաստանում ցանկացա շատ եկեղեցիներ տեսնել, ու ես հասկացա ինչու են հայերը այդքան շատ եկեղեցիներ կառուցել, որովհետև նրանց այդ իրենց մուսուլմանական կառույցներով շատ էր, ու ես երբ Հայաստանում տեսնում եմ, ես ուրախանում էի, կարծես իմ մեջ ավելի էի ուզում, որ ավելի շատ հաստատվի եկեղեցիների հետ, որ մենք ենք այստեղ։ Դա շատ հետաքրքիր բան էր, որ ես իմ մեջ հայտնաբերեցի այդ ճամփորդությունից հետո, ու նաև հասկացա, թե ինչքան տխուր երկիր է Թուրքիան։ Շատ երևի իրենց կրոնական այդ ամեն ինչը ինձ համար տխուր տպավորություն թողեց, իսկ Հայաստանում մտնում ես արդեն ամենտեղ այդ նամանավանդ ամառվա սեզոնի, երբ բոլոր հայերը Հայաստանում են, երբ ուրախություն, երաժշտություն, այնտեղ չկար դա։ Այդ չկար։ Այո, գալիս եք Հայաստան, ի՞նչն է, որ պարտադիր պիտի փորձեք կամ գնաք տեսնեք, կամ երեխեքին անպայման, որ ամեն գալուց մի բան ցույց տաք։ Առաջինը այս անգամ որոշեցինք շուտ ծիրան ուտել, քանի չի ավարտվել 0 սեզոնը։
Իսկապես անմահական զգացողություն է Հայաստանից Իրանը ուտել Հայաստանում։ Երեխաներին իրենք շատ են սիրում գառնի գեղարդը, ամեն անգամ տանում ենք ու միշտ այցելում ենք մեր բարեկամներին, մենք տատիկ ունենք Կարմիրի շրջանի գյուղում, որտեղ սահմանակից է Ադրբեջանի, Կարմիրը հենց ու այնտեղ էլ ամեն անգամ գնալուց երբ ամբողջ Սևանը քշում ենք ու մոտիկա գյուղին ամեն անգամ պատմում եմ երեխաներին, որ իրենք տեսեք որտեղ են ապրում ու տարիներ առաջ դեռ կրակոցներ էին լսվում։ Ուզում եմ, որ երեխաները հասկանան, որ ամեն ինչ հենց այնպես չի լինում, որ շատ մարդիկ նույն հայերը ինչ դժվարությունների միջով են անցնում, շատ եմ ուզում իրենք շփվեն Հայաստանի հայ երեխաների հետ, նայեն այն ինչ որ իրենք ունեն, որովհետև ես շատ կցանկանայի, որ Հայաստանում ապրող մարդիկ էլ ունենան հնարավորություն ամեն պահի դուրս գան աշխարհը տեսնելու եւ չսպասեն ինչ որ վիզաների, որովհետև դա իրոք մի քիչ լավ տհաճ է, այո, շատ կուզեն ուղղակի հեշտ ու հանգիստ որոշեն եւ գնային տեսնեին։ Իսկ երեխեքի համար կա ինչ որ տարօրինակ բան, որ գալիս են, թեկուզ որ ասում եք կուզեի, որ հայ երեխեքի հետ շփվեն Հայաստանում, գան ու ինչ որ մի բան իրանց ոնց որ իրանց լեզվով ասած ոնց որ չի դզում, էլի, ասենք այդ մի պահը։ Երեխաների համար մի քիչ այո, նրանք ասում են, որ Հայաստանի երեխաները ավելի ճարպիկ են, ու դա ճիշտ ավելի շուտ են կողմնորոշվում ու մի քիչ երեխաների համար անսովոր է, որ Հայաստանում երեխաները ուշ են քնում, այսինքն ռեստորան կարող է գիշերվա 11-12-ին դեռ երեխաները մեծերի հետ լինեն, դա իրենց համար անսովոր է, ասում են, բա ոնց են Հայաստանում երեխաները մեծերի հետ ուժամի դրսում, դա իրենց փոքր, անկանոն է։ Չէ, դե հա, եթե տոնը առիթապիտի նշվի ռեստորանում ստիպված ոնց որ այդ ժամին են քնում, բայց սովորաբար 10-ին են, էլի, 10-ը քնելու ժամանակ, դուք շուտ եք ավելի քնում։ Դե այստեղ շուտ են, կյանքը Ավստրիայում շուտ է սկսվում, լուսաբաց 4-ին 5-ին սկսվում է, դպրոցներն էլ է շուտ, այստեղ 7-ից հետո 8-ից հետո արդեն լռություն է հիմնականում։ Մի քիչ ուշ, մինչև 10, մաքսիմում 11, բայց ձմեռը հիմնականում իրենք այո շատ մի քիչ այո աների համար անսովոր է մի քիչ բայց հաճույքով են ամեն դեպքում գալիս Հայաստան էլի չեն ասում որ շատ լավ այո ասեցիք ավստրիացիները հենց ավստրիական խանութներից են գնում կա տեղ ինչ որ հայկական խանութներ կամ անենց տեղեր որ կարաք հայկական մթերքներ գնեք ու խոհանոցում հենց հայկական կերակրատեսակներ պատրաստեք։ Եղել են ժամանակի հետ ընթացքում, բայց փակվել են, ցավոք սրտի, վերջերս եղանք հին արենի մի փոքր պանդոկում, գինետուներ, շատ հրաշք տեղեր կենտրոնում, այնտեղ մեզ զգացինք որպես Երևանում, շատ հաճելի էր, հայկական գինիներ, հայկական ամեն ինչ կարելի էր այնտեղ վայելել, բայց նաև հայկական օրինակ լավաշ, հայկական մթերքներ, շատ զարմանալի է, որ վերջին ժամանակներս հայկական արտադրության շատ է լինում այստեղի ռուսական խանութներում, ժամանակ հիմնականում վրացական էր, բայց հիմա հայերը օգտվում են հիմնականում այդ տեղերից, իհարկե շատ լավ կլինի, որ մի օր հայկական արտադրանքը մտնի ավստրիական խանութներ, բայց ցավոք սրտի եղել են, բայց փակվել են։ Հա, երևի պահանջարկը մեծ չի եղել։ Այո, բայց հայկական եկեղեցում այնտեղ լավաշներ վաճառում են, հայկական կոնյակ, լինում է, որ այսպես հայերը իրենց մեջ ունեն ամեն ինչ։ Նշում եք հայկական տոները, եկեղեցական տոները, եկեղեցու դերը մեծ է ոնց որ, չէ։ Այո, իհարկե։ Պատրաստվում ենք հիմա մեր Սուրբ Ծննդյան ամանորյա միջոցառմանը մեր Արարատի սպորտային միությունով, հունվար
ուզում նշել ու միշտ հիմնականում հրավիրում ենք մեր մարզիկներին, ծնողներին, մյուս հայերին, անպայման նշում ինչ մտնում է եկեղեցական տոներին պարտադիր։ Նաև Ավստրիայի տոներն եք չէ նշում, դե ամեն դեպքում երեխեքը ոնց որ սովորում են։ Այնպես է, որ իրենց եկեղեցական տոները շատ մոտ են մեր տոներին ու համարյա միշտ համընկնում են։ Զատիկը տարիներում միշտ նույն օրն է եղել համընկել։ Բայց քանի որ մոտ Սուրբ Ծնունդը 24-ին է սկսվում, մենք երեխաների համար նշում ենք, որովհետև իրենք այստեղ են ծնվել ու իրենք չեն կարող անմասն մնալ տոներից, որ procում པարզ է, իրենք էլ են ուզում պատմեն ոնց անցկացրեցին Սուրբ Ծննդյան տոները, բայց մեր մոտ ամեն ինչ լավ է, որ կրկնակի, այսինքն մենք ունենք 2 Սուրբ Ծնունդ, նույնն է մնում, բայց հիմնականում շատ տոներ համընկնում են։ Հայ համայնքի հետ կապը պահում եք ամեն դեպքում ու ոնց որ բոլորն են այդպես, թե ուղղակի դուք որ բնույթով ոնց որ ավելի այտենց հայրենասեր եք, դրանից է գալիս։ Շատերը իմ շրջապատում շատերը համայնքում են, ակտիվ են, բայց շատ հայեր մի քիչ եթե Վիեննայից դուրս են ապրում, մի քիչ դժվար են պատկերացնում, ոնց որ Կիրակի օրը մի օր, 2 օր հանգիստի դեպքում, այստեղ մի քիչ կյանքը ռոբոտացված է, ինչ որ ճիշտ է։ Բայց ափսոսում եմ, շատ ափսոսում եմ, երբ հայ երեխաներ չեն գալիս հայկական դպրոց, չեն մտնում այդ միջավայրը։ Ու ես ամեն կերպով, եթե իմանում եմ, որ մի ընտանիք հայկական չի ուզում կամ խուսափում են, ես աշխատում եմ որպես կամուրջ մի բան անել, որպեսզի օգտվեն այդ ամեն ինչից, որովհետև դա շատ կարևոր է։ Այսինքն իրանք ոչ հայկական դպրոց եք գնալու, ոչ էլ կարող նույնիսկ հայերեն էլ չեն խոսում, ժամանակը կգա, այդ էլ կմոռանան։ Այո, կան դեպքեր, ցավում եմ, բայց կան դեպքեր, որ այո, հայ երեխաները հիմնականում գերմաներեն են շփվում ու իրենց մտածելակերպն էլ է փոխված։ Հայերն էլ շատ տարբեր ժամանակի եկած 1800-ականներից հետո, ցեղասպանությունից հետո, այսինքն որ գնում ենք հայկական եկեղեցի, այնտեղ տեսնում ես Սիրիա հայերը մի կողմում են, պարսկահայերը մի կողմում են, Հայաստանի հայերը մի կողմում են, բայց լավ է, որ եկեղեցին միացնում է ու երեխաները նստում են մի դասասենյակում, դա շատ ուրախալի է։ Հիմնականում հասկանում եմ պարսկահայերի ակցենտն էլ, Սիրիահայերի, արևելահայերի, թուրքահայերին էլ եմ հասկանում, իրենք որ զարմանում են, ասում են, ոնց դու մեզ հասկանում ես, բայց դու հայաստանցի ես։ Ասում եմ, իհարկե հասկանում եմ, Հայաստանը ունի շատ բարբառներ հայերենը։ Համենայն դեպս շատ կուզեի, որ իրոք հայերը հիմնականում իրենց հանգստի մեծ մասը անցկացնեին Հայաստանում, որտեղ Հայաստանն էլ ունի շքեղ բնություն, լեռներ, ամեն ինչ։ Հայերը հենց պետքա իրենց գումարը ինչու չէ ուղղված լինի Հայաստանին ու այս վերջի տեղեկություններով շատ հայեր են սկսել Հայաստանում ձեռք բերել հողատարածք, տներ են գնում թուրքահայեր, ինձ շատ է ուրախացնում, որովհետև իրենք հիմա հասկանում են, որ նույնիսկ Եվրոպան ապահովագրված չի պատերազմից։ Այստեղ ես մի տարի պլանավորում էի, ես ունեմ բավականին ավստրիական հաճախորդներ, որոնք շատ հետաքրքրված են Հայաստանով, ու մի տարի որոշում էի, որ պետք է այդպես մի հատ տուր կազմակերպենք Հայաստան, բերենք այդ տատիկներին մի քիչ Հայաստանը ցույց տանք, միայն այդ վախը, ճիշտն ասած, այդ բժշկական ապահովագրությունն էր, որ մտածում էի, բա որ հիմա այս տատիկներին տանեմ Հայաստան ու իրաց մի բան ես ինչ պետք է անեմ։ Այդ պահերը, որ ավելի շատ լավ աշխատի տուրիզմի այդ պահը, ոնց է, օրինակ, եթե մարդը գալիս է առողջական խնդիրներ է ունենում, ինչ պետք է անի։ Իրենց այդ ամեն ինչը, որ շատ լավ է, իրանք վախ ունեն ուրիշ երկիր գնան ու հանկարծ իրենց այդ մի բան լինի, ինչ պետք է անեն։ Մի քիչ տարօրինակ ազգել են, այնպես չի որ։
Բայց շատ ավստրիացիներ կան, գիտեմ, որ Սայսբուրգում կա համալսարանում հայկական ֆակուլտետ, հայագիտություն, բայց այնտեղ իրավունք չունեն հայեր սովորեն, սովորում են հիմնականում ավստրիացիները, գերմանացիները։ Ու դեկանը ավստրիացի է, շատ լավ խոսում է հայերեն, ինքը երևի կեսից շատը Հայաստանում է անցկացնում, շատ հետաքրքիր մարդիկ կան, որ իրոք Հայաստանում մեծ գործեր են անում, նույնիսկ երբ երեխայից ունենում էի, այդ հիվանդանոցում այնտեղ բուժքույրը ասաց, որ իր հայրիկը Լենինականում Գյումրիում բան ունի, հիվանդանոց ունի, ինքը շատ շուտ գնում գալիս է ու խնդրեց, որ Հայաստանից իր համար լավաշ ու հայկական կանաչ բան բերեմ, եթե լինե։ Այնպես որ շատեր են։ Մշակութային առումով Ավստրիան շատ է տարբերվում Հայաստանից ըստ ձեզ։ Ավստրիան, այո, կարծում եմ բոլորին հայտնի է, որ Վիեննան համարվում է երաժշտության կենտրոնը, երաժշտական, Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, Շտրաուսը այստեղ ստեղծագործել ու շատ հետաքրքիր է, որ ավստրիացիները ունեն շատ ճկուն տուրիզմի համակարգ են մշակել, որ իրենք ամեն ինչ օգտագործում են տուրիստներին հավելու, այսինքն Մոցարտը բոլորիս հայտնի է, այո, Մոցարտը, բայց Մոցարտը այստեղ է նստել, այստեղ է վերկացել, այստեղ քնել է, այստեղ գնացել է 15 րոպեման է եկել, այդ բոլորը սարքել են տուրիստական կենտրոններ եւ կարելի է տեսնել ինչպես են չինացիները երևի 200 հոգի հերթ կանգնել, որ գան նստեն այդտեղ, որտեղ Մոցարտը ինչ որ ժամանակ նստել է, սուրճ է խմել։ Դա շատ զարմանալի է, որ ինչպես են դա արել, որովհետև Ավստրիան ինքնին Հայաստանի նման երկիր է, լեռնային, չունի ելք դեպի ծով, ինքն էլ փոքր երկիր է, այնպես չի, որ կարելի է համեմատել մյուս Ֆրանսիային, Գերմանիային, բայց տարին 12 ամիս Ավստրիայում զբոսաշրջիկները անթիվ են ու դա իրենց ճկուն զբոսաշրջիկների այդ ամեն ինչի համար այդ այնպես են իրենք մատուցում, որ ուղղակի շատ լավ գովազդում են։ Խոհանոցը, վիենական շնիցել, ապֆելշտրուդել խնձորով կարելի է ասել թխվածք, զախե տորտը, զախեով չեմ կարող հայերեն ոնց ասել, շոկոլադային տորտ է, որ էլի գալիս են ու կանգնում, երևի ժամերով կանգնում են, որ փորձեն նման թխվածք ու զարմանալի ուղղակի։ Դուք աշխատում եք, բայց հիմնականում հայկական կերակրատեսակներ պատրաստեք խոհանոցում ձեր ընտանիքի համար, թե ամեն դեպքում արդեն ոնց որ ավստրիական խոհանոցը մտել է ձեր տուն։ Չէ, տանը հիմնականում հայկական, որովհետև սովորաբար եթե դուրս են գնում, ավստրիական է, ու ես ուզում եմ, որ երեխաները մնան հայկական խոհանոցի այդ քիմքին տանոթ, որովհետև շատ հետաքրքիր էր, որ երբ երեխաներին ունեցանք ու գնացինք մանկաբույժի մոտ, շատ վախենալու ավստրիացի տղամարդ էր, ինձ թվաց որ տեսնի մենք ուրիշ ազգից ենք, շատ խիստ կանոններ կդնի ավստրիական, բայց նա հետաքրքիր բան ասաց տանը ուտում եք միայն հայկական ուտելիք, ձեր ազգային ու խոսում եք միայն հայերեն։ Հա։ Ինչի՞ է տենց խորհուրդ տվել հետաքրքիր է։ Որովհետև ես հասկացա, որ նա ասաց, որ դուք ինչքան էլ այստեղ ապրեք, դուք փոխել եք ձեր կլիմայական գոտին, բայց ձեր ոսկորները ուրիշ գոտու է սովոր։ Դուք չեք կարող ձեր երեխային մեկ օրում ասել դու պետք է սնվես ավստրիական խոհանոցով եւ խոսես գերմաներեն։ Դուք դրանով կպետք ձեր երեխային ու ես լսեցի ու զարմացա ու ճիշտ ասած շատ գովելի էր, որ նա ինձ ավելի ոգեշնչեց իմ հայկականի վրա մնալը, բայց ճիշտ ասես դա օգնեց։ Նույն լեզվական առումով երեխաները տանը հայերեն սկսեցին խոսալ ու բնական է նա ասեց, որ գերմաներենը մանկապարտեզում դպրոցում կսովորեն, բայց մայրենի լեզուն շատ կարևոր է, որ երեխայի ծնվելու պահից որպես հիմք դրվի նրա ենթագիտակցության մեջ։
Ու շատ լավ է, որ դուք էլ էլի դուք տեսակով հենց ընդունում եք էլի այդ ամեն ինչը, որ ոնց որ հեշտ է էլի ստացվում, որ մնան երեխեքը հայ մնան Այո, որովհետև իմ երեխաները ունեն հայի արտաքին, Հասկանում։ եւ որ դուք ինչքան էլ Ավստրիայում լավ գերմաներեն տիրապետեք, նստեք ավստրիացիների հետ բոլոր թեմաներով խոսեք, միևնույն է դուք հայ եք ու իրենք ձեզ ընդունելու են որպես ուրիշ ազգի ներկայացուցիչ։ Դրա համար շատ ավելի լավ է դուք շատ լավ տիրապետեք ձեր ազգայինին, պատմությունը, որպեսզի կարողանաք շատ հարցերում ավելի ինքնավստահ լինել եւ կարողանաք շատ տհաճ իրավիճակներից դուրս գալ եւ չլինի այնպես թե դուք ձեզ վատ եք զգում, որ դուք այստեղ եք ապրում, ուրիշ ազգ եք, դա կապ չունի, դուք պետք է ամեն ինֆորմացիային ծանոթ լինեք։ Նույն ամեն տարի 24-ին ապրիլի մենք գնում ենք Ֆրանց Վերֆելի արձանի մոտ ու հայերը այնտեղ արարողություն են կատարում ու իմ տղան միշտ արտասանում է այնտեղ ու մենք նայում ենք ոնց են ավստրիացիները կանգնած մեզ նայում, հետո ծափահարում, այսինքն նույնիսկ այստեղ մենք ցույց ենք տալիս, որ մենք հարգում ենք եւ շնորհակալ ենք ձեր ավստրիական գրողին, ավստրիացի գրողին, որ նա մեր մասին գիրք է հրատարակել, մենք գնահատում ենք դա եւ կարծում եմ շատ ավստրիացիներ դա մեծ բանով են, ողջավորությամբ են ընդունում ու իրենք հիմնականում սիրում են հայերին, գնահատում են մեր մշակույթը։ Հայ բժշկությունից մի քիչ խոսենք, մակարդակը շատ բարձր է, լավ է, դուք գոհ եք ընդհանուր։ Այո, կարծում եմ այն կետը, որ Ավստրիայում ինձ կպահի դեռ շատ երկար տարիներ, դա բժշկական ապահովագրությունն է, որ այստեղ շատ լավ է համակարգված ամեն ինչ, որ առողջությունը մարդկանց, նաև երկար ապրելու պայմանը կապված է նրանից, որ նրանք ունեն շատ լավ առողջապահական համակարգ, բայց նաև նրանք չեն դադարում առողջ սնվել եւ շատ սպորտ անել, ինչը կարծում եմ հայերի դեպքում Անել այդպես չի։ այո, ես տխրում եմ, որ գալիս եմ Հայաստան ու տեսնում եմ 50+, 50-60+ մարդիկ համարում են իրենց ծեր, իմ համար շատ դուր է, որովհետև ես այստեղ մենք պետանք ակումբում էլ ենք խաղում, որտեղ հիմնականում մեծահասակներ են, որ իրենք 90 տարեկանում կարող են իրենց ինքնավստահ զգալ, իրենց համարել, որ իրենք երիտասարդ են, ու ես նախանձով եմ նայում ամեն անգամ։ Նպատակ ունեք, որ երբևիցե կվերադառնաք Հայաստան։ Ես համարում եմ, որ ես իմ տարվա կեսը Հայաստանում եմ ապրում, կեսը այստեղ, որովհետև ճիշտ ասած ուզում էինք պետանկի ակումբ հիմնել Հայաստանում, դեռ այդ բանը ենք, ու շատ էի ուզում, որ հիմնականում մեծահասակներին ներգրավել այդ սպորտում։ Այնպես է, որ ես հենց կարոտում եմ, լինում է, որ ասում ենք Հայաստան։ Ճիշտ է, շատ ժամանակ ավտոյով չեն կարող, բայց թռնում ենք հիմնականում, բայց չունեմ այդ նմանդ, որ այնտեղ տուն ունենք, մեր ծնողները ապրում են։ Ես չեմ զգում ինձ կտրված հայրենիքից։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն մարդուն, ով հիմա մեզ լսում է ու ինչ որ մի որոշման է եկել, որ որոշել է տեղափոխվի Ավստրիա։ Ինչ անի, հետո նոր գա։ Պետք է շատ ուժեղ լինել։ Ոչ բոլորը կհաղթահարեն շատ դժվարություններ, որովհետև այսօրվա Ավստրիան առաջվա Ավստրիան չէ։ Տարիներ առաջ, որ ես եկա, շատ ավելի ուրիշ օրենքներ էին։ Այսօրվա Ավստրիան շատ բաներ փոխվեց Ուկրաինայի պատերազմից հետո, նույն թանկությունը, շատ օրենքներ են խստացրել։ Համենայն դեպս ես խորհուրդ կտայի գալ որոշ ժամանակով տուրիստական, ճիշտ է, մինչև չես ապրում, չես զգում, բայց ինչու՞ չէ, կարելի է գալ որոշ ժամանակ անցկացնել, նոր որոշել արժի, թե չէ։ Լավ։ Հիմա տամ մեր նախագծի վերջին հարցը, ես կասեմ նախադասությունը, դուք կասեք ու կլրացնեք։ Ես իմ անուշ Հայաստանի ինչն եք սիրում։ Ես իմ անուշ Հայաստանի խաղաղ երկինքն եմ սիրում։ Ինձ թվում է խաղաղությունը
շատ կարևոր հանգամանք է, որ մենք վերջապես ազատվենք ինչ-որ կապանքներից ու նայենք դեպի պայծառ ապագա, որովհետև միայն խաղաղության դեպքում կարող ենք ստեղծել, արարել ու հասնել այն բարձունքներին, որ մտածում ենք ուրիշ ազգերը հասել են։ Լավ, շնորհակալ ենք, Ալիսա ջան, շատ հաճելի էր, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ձեզ էլ այդտեղ լիքը հաջողություններ, ձեր բալիկներին նույնպես, թող միշտ այդպես հայ մնան։ Շատ շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում ձեր նախագծին, ամենայն միշտ պատրաստ եմ ինչ-որ չափով կամ չգիտեմ, ինչ-որ ինֆորմացիայով կիսվել ձեր հետ։ Շնորհակալ ենք։ Ապագայում դեռ կշփվենք։ Շնորհակալություն։